Շատ սիրելի հեռուստադիտողներ, ջերմ բարևներով Սիլվան եմ, հույսով եմ բոլորդ լինեք ողջ և առողջ։ Սիրելիներ, այսօր երկուշաբթի երեկոյան ժամի 5:30 ծրագիր սկսում ենք, կշարունակվի մինչև ժամի 6-ը։ Այս ընթացքում դուք կարող եք զանգել ստուդիոն ձեր հարցերի համար։ Իսկ ինձ հետ ժամադրության համար սիրելիներ, հոգեկան անհանգստությունների վերաբերյալ, ընտանեկան դժվարություններ, զույգեր, ամուսիններ, նախկին ամուսնության թեստերի համար, նույնպես depression, anxiety, panic attack, anger management և recovery from codependency, կարող եք իմ գրասենյակը զանգել ժամադրության համար։ Հեռախոսի թիվը ձեր ժամադրություն վերցնելու համար սիրելիներ 818 326 8221 թիվն է։ Եվ բարևում եմ մեր շատ սիրելի Facebook-ի, Instagram-ի և YouTube-ի ընկերներին, Hello Friends, շատ շնորհակալ, որ միացել եք մեզի, խնդրում եմ ձեր ծանոթներին, ընկերներին էլ տեղյակ պահեք, նրանք էլ միանան մեզի։ Իսկ YouTube-ի վրա սիրելիներ, խնդրում եմ, որ subscribe դառնաք Silva B Therapy YouTube-ի վրա։ Սիրելիներ, գիծերը բաց են, դուք կարող եք ձեր զանգերը սկսել այս րոպեից։ Մինչև զանգը ստանանք, սիրելիներ, ես որոշված թափիկ չունեմ, հենց այնպիսի, որ վստահ եմ, որ տեղյակ եք, երկար ժամանակ է, որ բացակայ եմ եղել, մրսածիմ, դրա համար հենց մենակ որ ուզացիմ իմ պատասխանատվությունը հանձնարարելով և ներկա լինեմ ձեզ համար, այսօր եկել եմ, բայց առանցի թափիկի, բայց այն ինչ որ մտքում ունեմ վստահ մասին կխոսամ ձեզ հետ, բայց խնդրում եմ դուք էլ ձեր զանգերը չմոռանաք։ Ճանապարհին գալուց մտածում եմ, որ ինչքան մենք նարսիսիստի մասին խոսացինք և նրանք, որ նարսիսիստի հետ ապրում են, կամ նրանք, որ codependent են, people pleaser են և մի կյանք լրիվ տանջվում են, անհանգստանում են, anxiety ունեն, depression ունեն, anger ունեն և կյանքը իրանց համար բոլորովին դուրելի չի, հաճելի չի, շատ են նեղվում, շատ են անհանգստանում և շատ ժամանակ իրանց հետ որ խոսում ենք, տեսնում ենք, որ այսպիսի մարդիկ թեկուզ շատ տանջված են, բայց լրիվ իրենց մտածելակերպը victim-ի վրա է, այսինքն զոհ գնացած, ես մեղք եմ, երբ իմ հերթը կելնի։ Եվ այսպիսի տեսնում ենք, որ մարդ կա, որ 20-30 տարի այսպիսի մտածելակերպով ապրում են, այսինքն թույլ են տալի շրջապատը իրենց հետ վիրավորական վարքերով, խոսքերով անհանգստացնեն, abuse-ելնում են, նեղվում են, տանջվում են, տառապում են, միշտ anxiety ունեն, panic attack են ստանում, հիվանդանում են կամ հոգեպես կամ մարմնական տեսակետից և միշտ էլ ուզում են, որ մյուսները իրենց խղճան, սիրելիներ, և մյուսները անընդհատ իրենց ուշադրություն տան, իրենց հիվանդությունը, անհանգստությունը, տխրությունը, ջղայնությունը validation ստանան և միշտ ասեն ես մեղք եմ, տես ես այսքան զոհ եմ գնացել, այսքան ես տանջվամ, այսքան ես զսպամ ինձի, պատասխան չտվամ, ոչինչ չասամ, բայց դեռ նրանք շարունակում են, սիրելիներ, առաջին անգամ, որ մենք նկատում ենք, որ մեր դիմացինը մեզի criticize է անում, ուզում ենք հետը խոսանք defensive է, կամ stonewalling են անում, խռովում են, պատասխան չեն տալի, մեր խոսքի մեջտեղը, որ մենք ուզում ենք մի բան ասենք, լուծենք, վերլուծենք, առանց պատասխանի թողնում են, էթում են, երբեք պատրաստ չեն, որ ձեր խոսքերի գանգատներին լսեն, ուշադրություն տան և
մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ արհամարում են, վատ են վերաբերվում, verbal abusive են խոսում, emotional abuse են կատարում, ոմանց մեջ տեսնում ենք, որ թեկուզ physical abuse կա, ծեծվել, և մեկ անգամը եթե կատարվում է, ասում ենք, լավ ես չգիտեի, որ այս դիմացինս այսպիսի reaction ցույց կտար իմ դիմաց, կամ իմ խոսքի դիմաց, արդեն այդտեղ մենք սովորում ենք, որ ինչպես մեկի հետ ենք դիլ անում, ինչ պետք ունենք, ինքնասիրություն, արժանապատվություն, ինքներս մեզի արժեք դնել, մի մարդ, որ ինքը իրեն արժեք է դնում, իր հոգեկանին, իր առողջության, իր արժեքներին, իր dignity-ին, հարգանքը, պատիվը իր մեջ, մեկը, որ այդ կետին հասած լինի, բոլորովին չի թույլ տա դիմացինը իրեն երկրորդ անգամ abusive վերաբերվի, ասում ենք առաջի անգամ չիմացանք, չիմ ճանաչում, սխալվամ, բայց եթե երկրորդ անգամ է կատարվում նույն ձևի մի բան, արդեն ով է պատասխանատու, մեղավոր չեմ ասում, պատասխանատու, առաջի անգամից մենք պետք է դասը սովորենք, եթե չսովորենք, Էրթում ենք ինչ, այդ victim chair-ի վրա, victim աթոռի վրա, victim role-ի մեջ, victim character-ի մեջ, ես մեղք եմ, ոչ ոք ինձ չի հասկանում, երբ իմ հերթը կելնի Տեր Աստված ես մի հատ հանգիստ կյանք ունենամ, և սպասելիք ունենք մարդկանցից, այդ անձից, աշխարհից, Աստվածից, որ մեծևով մեզի օգնի և սկսում ենք շրջապատին ջաջանել, քննադատել, բայց նույն սայքլի մեջ ենք մտածում, մեր մտածելակերպը, դեռ մենք ես մեղք եմ, ոչ ոք ինձ չի հասկանում, երբ իմ հերթը կելնի, victim role-ի մեջ մնում են, մարդ կա 40-50 տարի victim chair-ի վրա ապրում է և միշտ էլ իր ներքին զրույցը ես մեղք եմ, ես ճանապարհ չունեմ, ոչ ոք ինձ չի հասկանում, երբ որ այս սայքլի մեջ ընկնում ենք ու մեր կյանքը այդպես է, պարզ է, որ մեր շրջապատը կամ partner-ը, ամուսին, ընկեր, շրջապատ, նրանք մտածում են, որ ուրեմն ինքը օքեյ է, ոչինչ իրան չի նեղացնում, ոչինչ իրան չի անհանգստացնում, մենակ որ ճնճնգում է, այս իր բնավորությունն է, և նրանք չեն փոխվի, նրանք դա են, նրանք իրենց ներքին պակասությունների պատճառով սովորություն ունեն, որ շրջապատին ցածրացնեն, criticize անեն, անհարգեն, արհամարեն, verbal խոսքով ցավացնեն, հոգեպես ցավացնեն, սիրտը մարդկանցը կոտրեն, սիրտը մարդկանցը ծակեն, հոգին քրքրեն, որ իրենց լավը զգան, դրանք հիվանդ մարդիկ են, այն օր, որ մենք նկատում ենք, որ այդպիսի կյանքի մեջ ենք ապրում և միշտ victim-ը մենք ենք դուրս գալի, մեղքը, խեղճը մենք ենք, այդ ժամանակ է, որ մենք պետք է արթնանանք և երկրորդ աթոռը, որ կյանքի գոյություն ունի, որ մի աթոռն է, սիրելիներ,
շատ եմ խոսացել այս արդիվ, շատ եմ կրկնել, բայց էլի պետք է խոսամ, որովհետև պետք է սովորենք։ Մյուս աթոռը, որ մենք կարող ենք ընտրենք, որ էլ զոհ գնացած կյանք չապրենք, զոհ գնացած մտածելակերպ չունենանք, ջաջ չանենք մարդկանց աշխարհի դրության եւ expectation չունենանք, այսինքն սպասելիք չունենանք, որ մեկը գա մեր ձեռը բռնի, մեզի փոսից հանի, հիմա ասի, այս ուրախ կյանքն է, գնա ապրի ուրախած։ Responsible չերը, այսինքն պատասխանատու չեր, պատասխանատու աթոռը պետք է ընտրենք։ Հիմա choice ունենք, մարդ կա որոշում է, որ այդ victim աթոռի վրա ապրի, որտև մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, որ արհամարվում է abuse է լինում, verbal abuse, physical abuse, ծեծվում է, անհարգում են իրան, հաշվի չեն առնում, կարևորություն չեն դարձնում, հոգեպես abuse են ելնում, արդեն անգամներ ու շաբաթներ ու ամիսներ ու տարիներ և իրանք դրա հետ սազվում են, դեռ աշխատում են ավելի շատ please անեն այդ շրջապատին կամ այդ partner-ին, որ նրանք էլ ինչքան ավելի շատ please անես իրենց, իրանք կարծեն իրանք մեկ բանի են, կարևոր մեկ բան են, թագավորը կամ ոսկի է, որ այսքան անշնորհքությունից հետո դեռ ինձի աշխատում է, որ գոհ պահի, ոչ, դա պատճառը նա է, որ victim role ապրողը այդ abuse անողներին ավելի շատ ուժ են տալի և նրանք օրեցօր ավելի երեսները շատանում է, ավելի անշնորհքանում են։ Ուրեմն կյանքում մենք choice ունենք, victim ենք, զգում մեզի, մեր կյանքը 20-30 տարի տառապանք է եղել, խեղճ ենք զգում մեզի, choice ունենք, responsible աթոռը վերցնենք, հանձ առնենք պատասխանատվությունը մեր կյանքի ուրախության, առողջության, երջանկության։ Հիմա choice-ը ձերն է, որ մեկն եք ուզում ընտրեք։ Թույլ տվեք այս գիծը պատասխանենք։ Այո, համեցեք։ Hello։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք, համեցեք։ Լավ եմ, ոչինչ, դուք ինչպես եք։ Ես էլ շատ լավ եմ, շնորհակալ։ Հա, մի քանի հաղորդումներ առաջ ես ուզեցի իմանամ, որ դուք ասեցիք, որ նարսիսիստ ծնողներ ունեցող երեխաները շատ, ասենք, անկճված են ու չեն կարող կյանքում իրանց ուղին գտնեն, ճանապարհը գնան։ Ասեցիք մյուս անգամ զանգեք, կպատասխանեմ, որ ասեցիք գլխի հետևը մի բան անընդհատ կրկնում է, որ դու լավը չես, դու արժանի չես, Այո։ Կուզեմ իմանամ ձեր պրոֆեսիոնալ կարծիքը, որ ինչպես այդ ձայնը սուսացնենք, լրացնենք, որ ինքը անընդհատ մեզ չհիշացնի, որ մենք արժանի չենք, հիմա էլ խոսում եք բանի մասին, victim-ի մասին, որ կարծում եմ հենց այդ երեխաներն են դառնում victim։ Այո։ Կուզենայի, որ այդ ուղղակի ամենասկզբից սենց Սիլվա ջան, որ իմանանք ընդեղ փոսը, չգնանք ընկնենք փոսը, այդ ձեր ասացի հետո որ փոստ ենք ընկնում, էլ ոչ մեկն է մեզ չի գալու փրկի։ Հիմա ոնց իմանանք, որ այդտեղ փոս է։ Ոնց իմանալը, այսինքն ինչպես իմանանք, գալիս ենք ինքներս մեզի հարց ենք տալի, how do I feel։ Ես ինձ ինչպես եմ զգում։ Լավ եմ, խաղաղություն ունեմ, ներքին խաղաղություն, ներքին սեր, երջանկություն, ուրախություն, արդյոք ես ինձի լավ եմ զգում, թե ոչ։ Եթե պատասխանը այո է, որ ես
խաղաղության եմ հասել, ինձ ուրախ եմ զգում, ներքին ուրախությունը։ Իսկ եթե պատասխանը no է, որ չէ, ես տխուր եմ կամ ջղայն եմ, կամ լացում եմ, կամ փոշմանած եմ, կամ շատ անցյալի մասին եմ մտածում, առաջ պետք է տեսնենք հարցը մենք մեզի ենք տալի, որ how do I feel, եթե պատասխանը լավ չի, I don't feel good, okay, I am sad, տխուր եմ, անհանգիստ եմ, դիպրես եմ, դժգոհ եմ կյանքից, ուրեմն գալիս ենք տեսնենք, okay, հիմա ասում ենք, what do I want, ես ինչ եմ ուզում, ինչ եմ ուզում, what will make me happy, ինչը ինձ կուրախացնի, okay, դրսի բաները, այսօր եթամ հագուստ առնեմ, մեքենա առնեմ, ճամփորդություն երթամ, տուն առնեմ, կոշիկ առնեմ, դրանք դրսի հարցերն են, դրանք ժամանակավոր մեզի կարող է ուրախացնի մեկ ժամից մինչև մեկ ամիս, հետո դառնում է սովորական, շատ լավ, բայց այն ինչ որ ներքին ուրախությունը պետք ունենք հասնենք, տեսնում ենք այդ ներքին ուրախությունը չի գալի, մեր բանով ուրախանում ենք շուտ թռնում է վերջանում է, ուրեմն մենք ներքին խաղաղություն, ներքին ուրախությունը պետք ունենք, հետո գալիս ենք ինքներս պետք է identify անենք, որ ես ջղայն եմ, ես տխուր եմ, ինչն է ինձ ջղայնացնում, այս մամես, կամ ամուսինս, կամ քույրիկս, կամ ընկերուհիս, կամ աշխատանքի տեղը, կամ cousin-ները, երբ երթում եմ, ջղայնանում եմ, գալիս եմ, ուրեմն այդտեղ է, որ ես պետք է հարցնեմ, what do I do, ես ինչ եմ անում, որ այսպիսի դրություն է ստեղծվում, ես ամենին լավ սերվիս եմ տալի, please եմ անում, նրանք են ինձի անհարգում, նրանք են ինձի գրգռում, բզբզում, նեղացնում, ուրեմն ես իմ ոտքով ելնում եմ, քայլում եմ, երթում եմ մեկի մոտ, հետո նստում եմ, թույլ եմ տալի նրանք իրանց վերաբերմունքով, խոսքերով, պատճառ դառնան ես անհանգստանամ։ Հարցը պետք է մենք մեզի տանք, որ ես ինչու եմ շարունակում սրանց հետ հարաբերություն ունենալը, կամ ես ինչպես եմ կարող վերաբերվեմ, որ սրանց այս վերաբերմունքը ինձի չնեղացնի, երկու choice ունենք, կամ ընդունում ենք սրանք այսպիսի են, վերջ, personal չենք անում, չենք թողնում այդ դրությունը ներս երթա, կամ մենք պետք է ընդունենք մեմաս անգետ, անուսում, անշնորհք, հիվանդ մարդկանց հետ ենք գնալ գալանում, որ միշտ մեզ անհանգստացնում է եւ երբեք չեն փոխվի, մենք իրանց երբեք չեն կարող փոխենք, բայց մենք կարող ենք մեզի փոխենք, որ հետո տեսնենք ինչ հարցի վերաբերյալ է, անցյալի մասին է, ներկայի արդիվ է, թե ապագայի մասին է, զրույցը, անհանգստություն ինչ որ ստեղծվում է։ Այդտեղ ուրեմն առաջի քայլը ինչ է, որ մենք հարցեր տանք մեզանից, identify անենք, որ իսկական դրությունը հասկանանք։ Այսինքն շատ ժամանակ ասում են, պատասխանը հարցի մեջ է։ Այո։ Հարցը ինչպեսի մենք պետք է տանք, որը how do I feel, what should I do, okay, what I am doing, what do I want, am I happy, what is making me unhappy, այդ հարցերը թուղթի վրա մեկ-մեկ պետք է գրենք, հետո մեկ-մեկ պատասխանները գրենք դիմացը, հետո հիմա շատ լավ, սա է, հիմա ես ինչ եմ կարող անեմ, որտև ասացինք մյուսներին չեն կարող փոխենք,
Okay, ես ասեմ, ես տխուր եմ, ես ջղայն եմ, որտեվ այն ինչը ինձի ջղայնացրավ։ Ոչ, աշխարհում, կյանքում ոչ ոք չի կարող մեզի ջղայնացնի, ոչ ոք չի կարող մեզի տխրացնի։ Մենք ենք, որ մեզի ջղայնացնում ենք, այսինքն մեր մտածելակերպը պետք է փոխենք։ Մենք ինչպես ենք միտք տալի այդ դրության, էդի պետք է այդ միտք տալու ձևը փոխենք։ Այսինքն, եթե մտածեմ, դա դիտմամբ է այդ գործը կատարում, օքեյ, կանհանգստանամ, բայց եթե մտածեմ, որ նա չի հասկանում այդպիսի է վերաբերվում, այդ ժամանակ է, որ ընդունում եմ, պերսոնալ չեմ վերցնում, հիվանդ է այդ ձևա խոսում, եթե շատ եմ նեղվում, իր հետ շատ չեմ խոսա, եթե ավելի շատ, մեր ժամի տեղը, կես ժամ կմնամ այդտեղ, եթե շաբաթը մեկ եմ հանդիպում, սրանից հետո ամիսը մեկ կհանդիպեմ, բայց կարևորը մեր մտածելակերպը փոխելն է, այսինքն այդտեղ է, որ գալիս ենք, ասում ենք victim-ից պետք է դուրս գանք, responsible role-ը վերցնենք, որ ես պատասխանատվություն ունեմ այս իմ զգացումի հանդեպ։ Այն օրը Այստեղ մի հատ հարց կա իմ համար, որ հիմա ոնց անենք, որ այդ անցյալի այդքան տարի քաշտված այդ բոլոր բաները ոնց անենք, որ կարողանանք բաց թողնենք, այսինքն ինչքան էլ որ ուզում ես բաց թողնես, մեկ էլ քեզի գտնում ես ստե, որ այդ մասին ես մտածում։ Այդ բաներն են քեզ դարձել այսպիսի դժբախտ, ասենք, ոնց որ այն անցել է, բայց դու ներկայում մնացել ես այդ դժբախտ դերի մեջ։ Այո, դրանց ասում ենք, որ անցյալի գերեզմանատան մեջ են ապրում։ Այո, ներկայում, բայց իրանց միտքը անցյալի գերեզմանների մեջ են քայլում, առավոտը արտանում են այդ գերեզմանատուն, մինչև գիշեր են դպտտում են, ֆռում են։ Դրա տեղը անցյալի գերեզմանների մեջ քայլելու տեղը պետք է գանք ինչ անենք, ներկա լավ տեղեր երթան քայլենք, հենց միտքներս է գալի պետք է մեր միտքը փոխենք, հենց էլի անցյալի մեհատեպ գալիս է, որ իմանանք այս բանի մասին ես կնեղվեմ, մտածեմ, հենց այդ րոպեին իմ շունչ քաշելուն եմ ուշադրություն տալի, Էջում եմ ձերքերս պահում եմ կրանդի տակ ջուրի վրա, դա պետք է այնքան կատարենք, միտը տգալի նորեն շունչիտ ես ուշադրություն տալի, շունչիտ տակ ու պաղին ես ուշադրություն տալի, ձայն շնչելու ձայնին ես, դա practice է ուզում, practice-ը, mental work-ը ամեն մարդ ինքը պետք է կատարի, մարդ կա 20 տարի, 30 տարի թերապիա երթում ամեն շաբաթ, բայց դեռ անցյալի գերեզմանատան մեջ է քայլում, ասում է թերապիա լեթում եմ, էլի չի օգնում, որտև թերապիստը չի կարող ձեր համար մտածի, դուք պետք է մենթալ աշխատանքը կատարեք, մենթալ գործը ամեն մարդ ինքը պետք է կատարի, այսինքն հենց անցյալը հիշում եք, պետք է անմիջապես ինքներ ձեր բուր բացեք, Հենց ձետ ռոպեին օտար մե հիմա ձերքերը լվացն է, չեմ անում շունչ քաշելուն ուշադրություն տալ է, դուստը մե հատ երկնքին նայելն է, ծառերի տերևները հաշվելն է, մեկ հատ օտար գործ, այդ գործը մենք 21 օր առավոտից պետք է սկսենք կատարել մինչև գիշեր, պետք է 21 օրը կրկնեք, 1000 անգամ էլ եթե գա անցյալի վատ մտքերը, պետք է նորեն կրկնեք, փորձը կատարեք, մինչև այդ սովորությունը, վատ սովորություն է դարձել արդեն, որ ասում ենք, մենք չենք կարող թույլ տանք անցյալի դեպքերը մեր ներկան
փչացնի, անցյալը վերջացեր է, գնացեր է, մի բան որ 1 ժամ առաջ պատահեր է, արդեն անցյալն է, վերջացել է, մասին խոսալը, գանգատվելը, լացելը, ջղայնանալը, անանք ստանալը, այսինքն ես ինձի արժեք չեմ դրում, այսինքն պարապ եմ, պարապ մարդ այդ գործ կանի, բայց այդ practice-ը մենք պետք է կատարենք, mental գործը մենք պետք է կատարենք։ Շատ մերսի ձեր զանգից, թույլ տվեք մյուս գիծը պատասխանը։ Իհարկե։ Մերսի, շնորհակալ։ Մերսի։ Այո, համեցեք։ Hello։ Համեցեք։ Ալո։ Այո։ Սիլվա բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարություն, ինչքան ժամ ունենք։ Ինչքան ժամ ունեք։ Այո, շատ արագ 1 րոպե կարող եք ինձ ասեք, ես էլ 1 րոպե պատասխան տամ։ Համեցեք։ Այո, ես ուղղակի իմ անունից չեմ զանգում, ես իմ ընկերուհուս այնքան հարմար զգաց զանգի, իր երեխաները իրարից նեղացել են, իբր թե մեկը ագահ է, իրանք երկուսը ագահ չեն, հիմա ասում են մինչև կյանքներից վերջ մենք իրար հետ չենք խոսալու, չգիտեմ, վերջ մենք Քանի տարեկան են։ 40 անց են բոլորն էլ։ Okay, այդ ծնողը այս երեխերքին փոքր տարիքից համեմատել է եւ իրենց չի կարողացել հաշտ մեծացնի, ծնողը առաջի հերթին պատասխանատու է եւ հիմա 40 տարեկաններ է եւ այդ ծնողը էլ չի կարող նրանց օգնի։ Էլ չի կարող, որովհետեւ իրանք գոնե կարող են օգնել։ Իրանք կարող են։ Իրանք արդեն այդպիսի են մտածում, իրանք պետք է զանգեն, իրանք պետք է օգնություն ստանան, բայց այն ինչ որ կատարվեր իրենց երեխա ժամանակվա դրությունից է պատճառով է, որ համեմատեր են ծնողները, երբ որ համեմատում են երեխերքին եւ շատ ու քիչ են անում տարբեր հարցերի արդիվ, երեխեքը որ մեծանում են, իրար հետ թշնամանում են, նախանձում են եւ իրար հետ այդպիսի են վերաբերվում։ Շատ մերսի ձեր զանգից։ Ես հաստատ համոզված եմ, որ այդպիսի բան չի եղել տան մեջը, որովհետեւ մենք ոչ ոքի տունից լուր չունենք։ Շատ մերսի ձեր զանգից։ Այո, սիրելիներ, ծրագրի վերջն ենք, շատ մերսի հեռախոսներից, շատ լավ հարցեր էր։ Եվ այս հարցերի արդիվ ես թափիկ կպատրաստեմ, կխոսամ ձեզ համար, մերսի, կներեք վերջի զանգողը ժամը քիչ էր, բայց հարցը շատ լավ հարց էր։ Սիրելիներ, ինձ հետ ժամադրության համար հոգեկան անհանգստությունների վերաբերյալ, ընտանեկան դժվարություններ, զույգեր, ամուսիններ, նախքան ամուսնության թեստերի համար, նույնպես depression, anxiety, panic attack եւ anger management կարող եք իմ գրասենյակը զանգել ժամադրության համար հեռախոսի թիվն է, ժամադրություն վերցնելու համար սիրելիներ 818 326 8221 Բոլորիդ հանձնում եմ Աստծո ձեռը եւ ձեր ձեռքը բարի գիշեր